նիստեր են գումարել մշտական հանձնաժողովները։ Եզրակացություններ են տրվել տարբեր ոլորտները կանոնակարգող օրենքների նախագծերին։ Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքին ու արդյունքներին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են հանձնաժողովների նիստերում։ Ներկայացվել են տնտեսական ցուցանիշները, տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումներն ու վարած քաղաքականությունը։ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկվեցին կառավարության ծրագրի 2025-ի կատարման ընթացքն ու արդյունքները։ Խորհրդարանականներին ներկայացվեցին նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները, տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները եւ ըստ ուղղությունների կառավարության վարած քաղաքականությունը։ Մատնանշվեցին այն թիրախները, որոնք եղել էին գործադրի ամենօրյա գործունեության առանցքում՝ կրթություն, արդարադատություն, էներգետիկա, մարզերում ենթակառուցվածքների զարգացում, գյուղատնտեսություն, բնապահպանություն, տնտեսություն, սոցիալական ու բժշկական ոլորտներ։ Այս ուղղություններում գործադիրն իրականացրել է առավելագույնը սահմանված ցուցանիշներին հասնելու համար։ 2025-ին առողջապահության ոլորտում իրականացվեց շրջադարձային փոփոխություն։ Ընդունվեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթ, որով էլ տրվեց համակարգի մեկնարկը։ Նախարարը դա որակեց պատմական եւ ժողովրդի համար կարևոր բարեփոխում։ Ընդամենը 2.5 ամիսներ անց արձանագրում ենք, որ մեր բնակչությունը գոհունակ է, բարեփոխումը իրացվեց սահուն։ Առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվեց շուրջ 1.600.000 քաղաքացի, որից 53%-ից ավելին բաժին է ընկնում 65+ տարիքային մարդկանց, մոտավորապես 98%-ի սահմաններում հիվանդանոցային այցերը արդեն մնացածին է բաժին ընկնում։ Հաշվետու տարում առաջին անգամ իրականացվեց մասնագիտական անհատական լիցենզավորման գործընթացը, առանցքային էին հիվանդությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքները։ Դեմոգրաֆիկ խնդիրների լուծման տեսանկյունից Վանիկ Օհանյանն առանձնացնում է անպտղության հաղթահարման ծրագրի հաջող ընթացքը։ Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում մենք ունեցել ենք 7722 շահառու, որի արդյունքում ծնվել են 561 երեխաներ, եւ դա բավականին լավ ցուցանիշ է, որովհետեւ մենք գիտենք նաեւ սահմանված թիվ գոյություն ունի առհասարակ համաշխարհային պրակտիկայում, մենք այդ ցուցանիշից մի բան էլ ոնց որ թե ավելի լավ վիճակում ենք։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում էլ 2025-ին իրականացված աշխատանքների կատարման ընթացքն ու արդյունքները ներկայացրին 5 գերատեսչության ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ ցուցանիշները բավականին լավն են, փաստում է Բաբկեն Թունյանն ու անդրադառնում իրականացրած աշխատանքներին։ Խոսելով ֆինանսների նախարարության վերաբերյալ պատգամավորն առանձնացնում է ամենաքննադատվող ցուցանիշը։ Կարևորագույն ցուցանիշը երևի պարտքի ցուցանիշն է, որը չնայած շատ է քննադատվում, բայց ըստ էության մենք տարին փակել ենք 47%-ից մի քիչ ավելի բարձր պարտքով, ինչը նախատեսված է սկզբում նախատեսված 50%-ի համեմատ էական բարելավում է։ Հասարակությանը հուզող հաջորդ հարցն էլ այն է, թե ինչ ուղղություններով է պետությունը ծախսում վերցրած պարտքը։ Պարտքը ծախսվում է ենթակառուցվածքների կապիտալ ներդրումների վրա եւ կոնկրետ ծրագրերի վրա։ Եվ կա հստակ կանոն, որ դու չես կարող ավելի շատ պարտք վերցնել, քան կապիտալ ներդրումներ ես կատարում, այնպես որ այդ խոսակցությունները, որ պարտքը վերցրել են, պարտքավճար են բաժանել աշխատավարձ, դա ըստ էության որևէ հիմք չունի։ Շոշափելի են նաև էկոնոմիկայի նախարարության արդյունքները, բազմաթիվ են աջակցության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ արդյունաբերություն, տուրիզմ, փոքր ու միջին բիզնես։ Ընդհանուր կա 7% տնտեսական աճ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասով էլ զգալի են IT ոլորտի զարգացման տեմպերը։ Ունենք նաև մեր ընդունած օրենքի հետևանքները տեսնելու հնարավորություն, որտեղ մենք ընդունեցինք բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցության մասին օրենքը, որը 25 թվականի հունվարի 1-ից մտավ ուժի մեջ եւ տարվա արդյունքներով մոտավորապես 9 միլիարդ դրամի աջակցություն են ստացել ոլորտի ընկերությունները։ Նաև անցած տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրերի հիմքեր են գծվել, ասենք NVJ-ի կամ արհեստական բանականության ծրագրերը, Starlink-ի մուտքը Հայաստան։ Հաշվետու տարվա համար պետական եկամուտների կոմիտեի մասով Թունյանն առանձնացնում է հայտարարագրման համակարգը եւ վարչարարության արդյունավետության պարզեցումը։
Այսինքն պետությունը ամեն միավոր հարկ հավաքելու դիմաց քանի միավոր ռեսուրս է ծախսում եւ ինչքան ավելի քիչ ծախսելով մենք ավելի շատ հարկ ենք կարողանում հավաքել, նշանակում է համակարգը ավելի արդյունավետ է աշխատում, այդ առումով նույնպես աճ ունենք։ Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2025-ին կատարած աշխատանքները падգամավորը որակում է հսկայածավալ եւ մատնանշում ուղղությունները՝ հյուսիս-հարավ ճանապարհ, թունելների, կամուրջների արդիականացում։ Ազգային ժողովի գլխադասային մեկ այլ հանձնաժողովում էլ падգամավորներին ներկայացվեցին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու էկոնոմիկայի նախարարությունների իրականացրած աշխատանքները։ 2025-ի տվյալներով համախառն գյուղարտադրանքը եղել է շուրջ 1 տրիլիոն դրամ, ցուցանիշը 24-ի համեմատ աճել է 5.6%-ով։ Վերենշվածում բուսաբուծությանը բաժին է հասել 540 միլիարդ։ Կառավարության ուշադրության առանցքում են եղել ինտենսիվ այգիները, հիմնվել է 13645 հեկտար այգի։ Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի շրջանակում էլ ձեռք է բերվել շուրջ 1300 գյուղտեխնիկա։ Կատարողականից անմասն չեն մնացել ջերմային տնտեսությունների զարգացմանը, սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին տրվող աջակցության ծրագրերը։ Նորարարական գյուղ ոլորտ ունենալու համար գործադիր աշխատանքները իրականացրել գրեթե բոլոր ուղղություններով։ 5200 գյուղատնտես աջակցության ծրագրի շնորհիվ կարողացել է հիմնել գարնանացան, հացահատիկային, հատիկա-ընդեղենային եւ կերային մշակաբույսերի ցանքեր։ Կառավարության գործնեության առանցքում է եղել սոցիալական ապահովման ոլորտը, ինչպես փաստում է Հերիկնաս Տիգրանյանը, պետական բյուջեի շուրջ 26%-ը 2025-ին ուղղվել է սոցիալական պաշտպանությանը։ 25 թվականին ծախսային առումով ծախսվել է 903 միլիարդ դրամ։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ գործադիրը հաշվետու տարում հասել է նախապես սահմանված բոլոր թիրախներին, ինչպես եւ խոստացվել էր նվազագույն եւ միջին կենսաթոշակները համադրելի դարձան նվազագույն եւ սպառողական պարենային զամբյուղներին։ Կենսաթոշակները բարձրացվեցին նաեւ հետվճարի համակարգի միջոցով։ Շատ կարևոր է նշել, որ 25 թվականի տարեվերջին մենք արդեն ունեինք շահառուների ավելի մեծ թիվ, որոնք իրականացնում էին անկախի եղանակով առևտուր, գնումներ, որովհետև սրանով ինքը նպաստում էր իր կենսաթոշակի ավելացմանը։ Հաջողված ծրագրերի շարքում падգամավորը մատնանշում է բնակապահովման 16 միլիոնի ծրագիրը, որը կարճ ժամանակով դադարեցվել էր պայմանավորված հայտերի մեծ թվով։ Անհրաժեշտ էր մշակել հայտերն ու դիտարկել վարկավորման փուլերը։ Շահառուների զգալի թիվը գործադրի համար հիմք հանդիսացավ վերսկսելու ծրագիրը եւ ընդլայնելու աշխարհագրությունը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր մինչև ծրագրի կասեցումը ձեռք էին բերել կամ շինթույլտվություն կամ հողամաս այդ նպատակով, նրանք շարունակում են կամ դառնում են ծրագրի շահառուներ եւ համակարգ կարող են մտնել արդեն նոր շահառուներ եւ կարեւոր է որ մենք այդ բնակարանի մատչելիության ծրագիրը զարգացնում ենք նաեւ այն համայնքներում նաև սահմանամերձ համայնքներում, որտեղ վերջի շրջանում կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում կառուցվել են այդ հաստատությունները։ Առանցքայինների շարքում էին անհուսալի վարկերի ծրագիրն ու վարկառուների համար իրականացվող տնտեսական ակտիվության խթանման միջոցառումները։ Հնարավորություն ընձեռվեց առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը պայմանով, եթե քաղաքացու վերցրած վարկերի գումարները միասին չեն գերազանցում 1 միլիոն դրամը։ 25 թվականի կատարողականով մոտ 8000 անձ դիմել եւ դարձել է այս ծրագրի շահառու եւ մաքրել է իր վարկային պատմությունը։ Պարբերաբար վերանայվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող միջոցառումները։ Դրանց շրջանակում 2025-ին ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալ վերականգնողական ծառայություններից օգտվել է շուրջ 419 անձ։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում էլ նախորդ տարվա կատարողականը ներկայացրին ուժային կառույցների ներկայացուցիչները։ Ելնելով գաղտնիության սկզբունքից, զեկույցների մի մասը քննարկվեց փակ ձևաչափով։ Նորդիկ Բալթիկ երկրների հետ համագործակցությունը կարևորել է ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններին ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հյուրերը հանդիպել են նաև ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։
Նա դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ։ Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ընտրություններին Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի ապահովմանը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Գործադիրի եւ օրենսդիրի հեղինակած նախագծերն այս շաբաթ քննարկվեցին ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում, առողջապահությունից մինչև սոցիալական հարցեր, պաշտպանությունից մինչև ֆինանսներ, օրենսդրությունը լավարկելու մասով աշխատեցին 11 հանձնաժողովներ։ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին մեր երկիրը ստորագրել է մարզական մրցումների մեքենայությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, իսկ այս տարվա փետրվարի վերջի դրությամբ այն ստորագրել է 44 պետություն։ Կոնվենցիայի վավերացման հարցը քննարկվեց ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ Այսպիսով մեր երկիրը հնարավորություն ունի մարզական մրցումների կազմակերպման նոր որակ սահմանել։ Քանի որ մեքենայությունները ըստ էության խաթարում են արդար սպորտի էթիկական հիմքերը, կոնվենցիան շատ կարևոր դեր ունի նաև ամրապնդելու ազնիվ եւ արդար սպորտի եւ մրցակցության կանոնները եւ նաև խթանում է համագործակցությունը տարբեր երկրների, պետական մարմինների եւ մասնավոր կազմակերպությունների միջև համատեղ պայքարի արդյունավետության համար։ Պետք է ասեմ, որ կոնվենցիայով հատուկ կարևորություն է տրվում կրթական ծրագրերին եւ հանրության իրազեկմանը, որպեսզի սպորտում չարաշահումները կանխարգելվեն եւ դա նաեւ կարող է ծառայել խթան, ինչպես նշեցի, համապատասխան օրենսդրության ընդունման կամ վերանայման համար պետության մակարդակում ոլորտը կարգավորելու նպատակով։ Կոնվենցիայի վավերացումը նոր կառավարման մշակույթ կբերի սպորտի ոլորտ, քանի որ այն ամբողջությամբ հիմնված է արդյունավետ մոնիթորինգային մեխանիզմի, տվյալների վերահսկողության եւ հաշվետվողականության վրա։ Կոնվենցիայով նախատեսվում է նաև համաչափ միջոցների մի ամբողջական համալիր դրամական տույժերից միջև գործունեության արգելք, կախված նրանից, թե մեքենայությունների ինչ տեսակի մասին ենք խոսում, եւ կոնվենցիայով ձևավորվում է հսկիչ հանձնաժողով, որը նաև ամեն տարի երկրից զեկույց է ստանում երկրում տիրող իրավիճակի եւ արձանագրված հարցերի վերաբերյալ։ Կարևոր է նաև, որ այս ամրագրումները մեր երկրի համար լինեն խիստ գործող կանոններ, որոնց շնորհիվ էլ կամրապնդվի Հայաստանի դիրքը սպորտային քարտեզում, որպես սպորտի էթիկական բարձր չափանիշներին հետևող եւ այդ չափանիշների համաձայն նաև սպորտային մրցաշարեր կազմակերպող երկիր, վստահեցրեց նախարարը։ Կրթության ոլորտի պատասխանատուն առաջարկում է փոփոխություններ կատարել նախադպրոցական կրթության մասին օրենքում եւ կից ներկայացված օրենքների փաթեթում։ Առաջարկվում է նախադպրոցական կրթության, ՄԿՈՒ ոլորտի եւ հանրակրթական ոլորտները կարգավորող օրենքներում հավաստագրման պահանջները վերանայել եւ հղում կատարել կրթության օրենքի 40.1 հոդվածին, որով սահմանվում են միասնական ստանդարտները։ Նախագծի ընդունման պարագայում հավաստագրման քննության անցկացման ընթացակարգերն իրար կնմանվեն, իսկ անձանց հնարավորություն կընձեռնվի մի քննության շրջանակում մի քանի կրթական մակարդակի ղեկավարման հավաստագիր ստանալ, ինչը էապես կընդլայնի հավաստագիր ունեցողների շրջանակն ու կմեծացնի մրցակցությունը։ Այսպիսին է նախարարի ներկայացրած ռազմավարությունը, որի նպատակն է կրթության ոլորտում միասնական մոտեցում ցուցաբերելը։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է բացառապես նախադպրոցական կրթության մասին օրենքին։ Միջազգային տարբեր հետազոտությունները, այդ թվում մեր երկրում անցկացված, ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածությունն էապես ազդում է դպրոցում երեխայի արդյունքների վրա։ Այդ իմաստով է նաև, որ կառավարության ծրագրի կարևոր թիրախ է երեխաների համար նախադպրոցական կրթության ծածկույթի ամբողջական ապահովումն ու հասանելիության մեծացումը։ Կառաջարկում ենք օրենքում կատարել փոփոխություն, տարիքային շեմը վերանայել, մասնավորապես եթե մենք խոսում ենք բնակավայրի միակ հաստատության մասին, այսինքն կա դպրոց, որի շրջանակներում գործում է նախակրթարան, նրանք կարողանան ավելի վաղ փուլից աշխատել երեխաների հետ, 3-ից 6 տարեկան երեխաների ընդգրկում ապահովել, իսկ քաղաքային բնակավայրերում, որտեղ մենք հաճախ ունենում ենք մանկապարտեզների ծանրաբեռնվածություն եւ ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընդգրկվել մանկապարտեզներում 4-ից 6 տարեկանների։ Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացում կատարել բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում։ Հարցը քննարկվեց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում։ Այսպիսով բժշկական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի համար անձին ներկայացվող պահանջի իմպերատիվ բժշկական կրթություն ունենալու հատվածը կփոխարինվի ու կներդրվի ավելի լայն հնարավորություն։ Դա նշանակում է, որ թե բժշկական կրթություն ունեցող անձինք, ովքեր կունենան հանրային առողջապահության ոլորտում կառավարման փորձառություն կամ կրթություն, եւ թե ոչ բժշկական
բժշկական կրթություն ունեցող անձինք, ովքեր կունենան եւս կազմակերպչական եւ առողջապահական կազմակերպություններում աշխատանքային փորձառություն, կկարողանան հավակնել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնին։ Պետք է ընդգծեմ, որ իհարկե մեր բժշկական կենտրոններում պետք է բարձրացվի նաև բուժական գծով տեղակալների պատասխանատուների դերակատարումը, որովհետև ըստ էության նրանց վրա ուրեմն ինչպես որ այսօր է, հիմնական մասնագիտական առաջնորդությունն է դրված եւ մեր ուսումնասիրություններն ու նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ըստ էության այս դուալ կառավարման գործադիր մարմին ունենալու մոդելը բավական արդյունավետ է։ Օրենքում կսահմանվեն հստակ կարգավորումներ, որոնք կուրվագծեն գործադիր մարմնի ղեկավարների լիազորությունների ու պատասխանատվության շրջանակը։ Դուք հիմնավորման մեջ գրել եք եւ դուք էլ ասացիք, որ ձեր խոսքում էլ բազմիցս նշեցիք, որ որպեսզի ավելի որակյալ կադրեր կարողանաք ներգրավել, դրա համար կատարվում են այս փոփոխությունները։ Բայց ըստ էության դուք կրիտերիաները նվազեցնում եք, չեք բարձրացնում ավելի որակյալ կադրեր ներգրավելու համար։ Ուզում եմ նպատակը հասկանալ, կխնդրեի, որպեսզի բացատրեիք։ Մենք չենք նվազեցրել կրիտերիաները, այլ շրջանակն ենք լայնացրել այն անձանց, ովքեր կարող են հավակնել։ Մենք շեշտադրումը դրել ենք ոչ այնքան տարիների ստաժի վրա, այլ բավարար եւ անհրաժեշտ կրթական ծրագրերի արկայության վրա։ Օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրեց մեկ առաջարկ, այն վերաբերում էր գործադիր մարմնի ղեկավարի կրթություն ունենալուն, ինչպես նաև առողջապահության ոլորտում պահանջվող աշխատանքային ստաժին։ Առաջարկը կքննարկվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Մեր երկրի հարուստ կենսաբազմազանության մեջ առանձնահատուկ տեղ ունի Կովկասյան անձառյուծը, որը կենդանական աշխարհի հազվագյուտ եւ արժեքավոր ներկայացուցիչներից է։ Այն սննդային շղթայի վերջին օղակում գտնվող գիշատիչը եւ էկոհամակարգի առողջության կարևոր ցուցիչ։ Սա նշանակում է, որ անձառյուծի պահպանությունը միայն մեկ կենդանատեսակի պահպանում չէ, այլ ամբողջ բնական հավասարակշռության եւ կենսամիջավայրի կայունության ապահովում։ Այդ է պատճառը, որ գործադիրն առաջարկում է վավերացնել խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայաստանի տարածքում հանդիպում են նաև կատվազգիների այլ տեսակներ, այդ թվում լուսանը, եվրոպական անտառակատուն եւ մանուլը, որոնցից վերջին երկուսը գրանցված են Հայաստանում կենդանիների կարմիր գրքում։ Համաձայնագիրը նպատակ ունի խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը եւ կանխել դրանց պոպուլյացիաների անկումը։ Դաշինքին անդամակցությունը հնարավորություն կտա զարգացնել միջազգային համագործակցությունը, իրականացնել համատեղ հետազոտություններ եւ կիրառել լավագույն փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում։ Հաջորդ թիվ հանձնաժողովը քննարկեց կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։ Այս գործընթացն առանձնահատուկ է նաեւ հաշվի առնելով այն, որ 2026 թվականին Երևանը կհյուրընկալի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը COP17-ը եւ 2 տարի ժամկետով կստանձնի կոնվենցիայի ներկո գործընթացների նախագահությունը։ Արձանագրության վավերացումը հնարավորություն կտա ամրապնդել մեր երկրի ինքնիշխանությունը բնական պաշարների նկատմամբ, զարգացնել գիտատեխնիկական համագործակցությունը, ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ եւ բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Հիշեցնենք, որ արձանագրությունը համահունչ է Հայաստանի կառավարության ծրագրին եւ բխում է Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն գործընկերության շրջանակում ստանձնած պարտավորություններից։ Չնայած արձանագրությունը չի հակասում գործող օրենսդրությանը, դրա կիրարկման համար անհրաժեշտ կլինեն որոշ օրենսդրական կարգավորումներ։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին երկու համաձայնագրեր՝ Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների մի կողմից եւ Արաբական Միացյալ Էմիրությունների մյուս կողմից միջև տնտեսական գործընկերության մասին եւ Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների մի կողմից եւ Մոնղոլիայի մյուս կողմից միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրերը վավերացնելու մասին հարցերը։ Դրանք կաջակցեն կողմերի միջև տնտեսական եւ առևտրային փոխգործակցությանը եւ կխրախուսեն փոխադարձ առևտրի ընդլայնումը, իսկ արդյունքում կազատականացվի առևտուրը, այդ թվում սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով։ Համաձայնագրերով սահմանվում են նաեւ այն ապրանքների ցանկերը, որոնց նկատմամբ կողմերը պատրաստ կլինեն տրամադրել սակագնային արտոնություններ։ Հանձնաժողովները դրական եզրակացություններ տվեցին քննարկված նախագծերին։
Հանրային պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների համար գնման գործընթացներին մասնակցելու սահմանափակումներ չկան գործող գնումների մասին օրենքում։ Կառավարությունն առաջարկում է ներդնել սահմանափակումներ նախատեսող 3 համակարգ ըստ ազդեցության մակարդակների։ Առաջի մակարդակ է առաջարկում մտցնել, որի համաձայն այդ մակարդակում ներառված պաշտոնները Հայաստանի Հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը եւ այն տեղակալը ֆինանսների նախարարի, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները։ Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, բացառությամբ ազգային ժողովի падգամավորների եւ համայնքի ղեկավար չհանդիսացող ավականու անդամների, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները։ Երրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերին։ Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների այդ անդամները, այդ թվում Կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանը։ Փոխնախարարն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխություններով նաև մասնավոր հատվածին ազդակ է հաղորդվում, որ որոշում կայացնող եւ բարձր ազդեցության մակարդակ ունեցող պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններն այլևս մրցակցության մեջ չեն լինելու իրենց հետ եւ դաշտը լինելու է հնարավորինս հավասար։ Շահերի բախման արկայությանը գնահատական կտա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հարկային օրենսգրքում փոփոխություններով ու լրացումներով ՊԵԿ-ն առաջարկում է տնտեսվարողներին տալ ապրանքի հետ վերադարձի գործարքի ճշգրտման հնարավորություն։ Գործող կարգավորումներով որոշ դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն չկա։ Օրինակ, պիտանելիության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում ապրանքի վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, այսինքն առանձին գործարք է գրանցվում։ Ըստ էության համ ավելորդ բարդություններ է առաջացնում արկվճարողի մոտ, համ էլ խեղաթյուրում է գործարքի տրամաբանությունը եւ մենք առաջարկում ենք, որ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսվի ապրանքի վերադարձի բոլոր այն դեպքերի դեպքում, երբ որ վերադարձ տեղի կունենա։ Օրենքի նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների շրջանակը, օրինագծով կկարգավորվեն հարկային հաշիվներից բացի հաշվարկային փաստաթղթերով, այդ թվում ՀԴՄ կտրոններով ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակահատվածում արտացոլելու հետ կապված հարցերը։ Միասնական են լինելու ՀԴՄ-ով եւ հարկային հաշիվներով վերադարձի կանոնները։ Առաջարկում ենք, որ այս ՀԴՄ-ով մասնավորապես ձեռքբերումների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները, մասնավորապես երբ որ նվազում են ԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները, այդ ճշգրտումները արտացոլվի գործարքի ճշգրտման հաշվետու ժամանակաշրջանում։ ԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունների ավելացման եւ մյուս հարկատեսակների մասով ճշգրտումների արդյունքների արտացոլման մասով փոփոխություններ չենք նախատեսում։ Օրենքի նախագծով մասնավորապես կվերանայվի դրոշմավորման ենթակա կատնամթերքի գծով որակական կորուստների համախառն եկամտից նվազեցման նորման, սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2%-ը չգերազանցող չափով։ Հայաստանի Հանրապետությունում գործում են մի շարք օրենքներ, որոնք մինչ այժմ նախատեսում են մամուլում տարաբնույթ տեղեկությունների հրապարակման պահանջ։ Այդ պահանջը նախկինում գուցե եղել է արդիական, սակայն ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգահեռ տպագիր մամուլը կորցրել է նախկին տարածումն ու դերակատարումը։ Տպագիր մամուլում հրապարակման գործընթացը բավականին ծախսատար է։ Այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի հասանելիության սահմանափակման եւ լրացուցիչ ծախսերի։ Հետևաբար տպագիր մամուլի հրապարակումները ներկայում չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձև տեղեկատվության տարածման համար։ Կառավարությունն առաջարկում է վերացնել ծանուցումները այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը, այն փոխարինելով ազդարար.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կամ այս կամ այն կազմակերպ
կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ։ Սնանկության ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերի ծամբարեխիղճ կերպով ազատվելու չարաշահումների կենսունակ կազմակերպությունների առողջացման փոխարեն, նրանց գույքը փոշիացնելու, տարատեսակ եղանակներով գույքերը վաճառելու եւ լուծման տանելու գործիք։ Խնդիրը լուծելու նպատակով կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով։ Ըստ վիճակագրության 2024 թվականին սնանկության դատարան է ներկայացվել 5856 դիմում, որից 4552-ը ֆիզիկական անձանց սնանկության դիմումներ են, թե կամավոր եւ թե հարկադրված։ 2025 թվականին ունեցել ենք 4733 դիմում, որից 3946-ը ֆիզիկական անձանց դիմում է։ Այս դիմումների նման մեծ թիվը խոսում է այն մասին, որ գործող օրենքի պայմաններում որոշ անձինք հեշտությամբ կարողանում են պարտք վերցնել, չվճարել եւ շատ հեշտ սնանկ ճանաչվել, ազատվելով պարտքերից։ Սնանկության նոր օրենսգրքի եւ հարակից օրենքների նախագծերով մասնավորապես առաջարկվում է միասնականացնել եւ կենտրոնացնել սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային ու նյութական ասպեկտները։ Նախատեսվել է սնանկության վարույթի սկզբունքների առանձին գլուխ, որը ներառում է պարտատերերի հավասարության, ակտիվների արդարացի բաշխման, բարեխղճության, գույքի արագ իրացման եւ այլ սկզբունքներ։ Տարանջատվել են պարտապան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները։ Հստակեցվել են ֆիզիկական անձի գույքի կազմի, աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցների բռնագանձման վերաբերյալ կարգավորումները։ Նախագծով նախատեսվել են նաեւ հատուկ կարեւորության կազմակերպությունների սնանկության, գյուղատնտեսական կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունները։ Հայաստանում Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ցուցաբերվող հետևողական աջակցությունը, ուղղված գենդերազգայուն բյուջետավորման մոտեցումներին, գործիքների ներդրմանն ու կիրառմանը կարևորել է Հերիկ Նաստիգրանյանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի գենդերային հարցերով պատասխանատու Թամար Բորցվաձեին եւ ազգային խորհրդատու Կարինե Հարությունյանին։ Ծրագիրը միտված է քաղաքական երկխոսության խորացմանը, պետական կառույցների կարողությունների զարգացմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գենդերազգայուն բյուջետավորման մեթոդաբանական մոտեցումներին, ծրագրային բյուջետավորման համակարգում ինտեգրման գործնական քայլերին։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավաջյանը տեղեկացրել է, որ գործընկերների հետ այցելել է Սիսիան Քաջարան 60 կիլոմետր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի շինհրապարակ եւ տեղում ծանոթացել ու բարձր է գնահատել կատարված ահռելի աշխատանքը։ Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը։